Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մենք ճշգրիտ եւ հավաստի պարզաբանումներ, իհարկե ամենից ամենանեողջին։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաասկային շքերթը, որը վարում եմ ես Լեանա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենա խորագրի շրջանակում։ Այս շաբաթ Օվենա խորագրի շրջանակում հայտնվեցին Բագիրը Բաղդասարյանը, Լիլիթ Ավդալյանը եւ Սերգ Աբրամովը։ Գուշակելու են նրանք Օվենա խորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց, հետևեք էթերին։ Օվենա խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք։ Դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ավտոմեքենա վարելուց ամենից ամենախուսափող աստղեր։ Եթե անդրադառնալ վիճակագրական 4 ցուցանիշներին, ապա ակնհայտ է դառնում, որ մեր իրականության մեջ չվարողների թվականակը զգալիորեն ավելի քիչ է, քան վարողների թվականակը։ Եվ սա նորմալ է ըստ մեր գերարագ սլացող կենսակերպի համար։ Եվ եթե նախկինում յուրաքանչյուր ընտանիքում լավագույն դեպքում կար գոնե մեկ ավտոմեքենա, ապա մեր իրականության մեջ յուրաքանչյուր երրորդ ընտանիքում առկա է առնվազն 2 ավտոմեքենա, ինչը բնականաբար ծանրաբեռնում է երթևեկությունը, չասեմ ավտոմեքենա կանելու խնդիրների մասին։ Բայց արդարության համար փաստենք, որ մեր իրականության մեջ դեռևս մնում են այն մարդիկ, որոնք խուսափում են ղեկին նստելուց եւ ավտոմեքենա չեն վարում։ Եվ հենց նման հայտնիների մենք որոշեցինք այսօր անդրադառնալ, ինչու նրանք խուսափում են նստել ղեկին եւ որն է այդ հիմնական պատճառը։ Այս եւ մի շարք այլ հետաքրքիր հարցերի պատասխաններ սպասում են մեզ այսօր, մնացեք մեզ հետ։ Ես ինձ դասում եմ ամենապրոֆեսիոնալ չվարող երգչուհիների թվին։ Վարորդի կարգավիճակում ինձ երբևէ չեմ պատկերացրել։ Եվ եթե երբևէ գնեմ ավտոմեքենա, ապա այդ դեպքում էլ չեմ վարելու, այլ կդիմեմ պրոֆեսիոնալ վարորդի օգնությանը։ Շատ սառն եմ վերաբերում մեքենաներին, չնայած բոլորը մտածում են, որ ես քշում եմ բարձր մակնիշի մեքենա, բայց որ իմանում են, որ ես չեմ քշում բացարձակ։ Ասում են ինչու, բայց դու չես ուզում, ասում եմ ես սիրում եմ նստել հետևը, որ ինձ տանեն, բերեն, որովհետև դի կանգնես, որ ռուսերեն ասում են պարկովեչնե մեստ, դա խնդիր է, չէ։ Մեկ նկարվելը, ես նկարվելը սիրում եմ միայն իմ մասնագիտության մեջ, էլի։ Ճիշտն ասած, սիրում եմ լավ մեքենաներ, բայց մեքենաները չեմ տարբերում։ Եթե ես կանչում եմ տաքսի, ոչ թե մակնիշին եմ նայում եմ գույնը, չեմ էլ մտածել վարելու մասին, ինձ թվում է ես կներվայնանամ, չգիտեմ ինչու, մինչև գնամ իմ երկելու վայրը, մինչև այստեղը գտնեմ, հետո կգժվեմ, կասեմ, այ ջան, դամ կնստեմ էլի տաքսի, ինձ տենց հատվում։ Բայց դե վարորդ ունենալը դուրս գալիս է, կուզենա, լավ մեքենա, վարորդ։ Բայց ես մտածում եմ, եթե ես ապրեի Ամերիկայում, մեկա պետք է քշեի, այնտեղ չես կարող չքշես, բայց այնտեղի ուղևորությունը մի քիչ ուրիշ ձև է, քան մեր Երևանում, էլի։ Не стоило ей ставить зачет по вождению. Դուսն անկեղծ խոստովանում է, որ թեև սիրում է թանկարժեք հայտնի ապրանքանիշի ավտոմեքենաներ, այնուամենայնիվ, եթե ավտոմեքենա գնելուց լինի, կնախընտրի գնել խորհրդային որևէ մակնիշի 70-ականներին արտադրված ավտոմեքենա։ Օրինակ ես կվերցնեի, եթե ունենայի մեքենա, ամենափոքր մեքենա, հատուկ քշելու համար Երևանում, որ այս մեքենան կարող է մտնել տարբեր տեղեր, կանգնել նորմալ եսիչնի գնայի որտեղ ուզեի։ Եվ նրան մի հատ տյունինգ անեի կշական գույնի մեջ, վարդագույն, տենց ֆուկսիայի գույն, ինչ-որ հետաքրքիր նկարներով են, մի անգամից կասեմ, օ, ջուս է եկել, ջուսի մեքենա է, հեռվից արդեն կհասկանայի։ Amortizzator, accumulatore, entrotaminore, catalizzator, carburator, seporiatatore, sangue maceri, equipaggio, segno camagnore, trattare il bardaggio, separatore, normal gasolina, super gasolina. Ինձ թվում է այստեղ մեծ կուզենա այսենց, եթե ունենայի մեքենա, մի քանի կուզենա, նայո, կենացները քասրանում են։ Եվ մի հատ սենց են որ երկար լինում են հին թվերի 70-ականների մեջ սենց մեքենաներ երկար լինում են, բաց ու նորից հետաքրքիր գույնի ու էլի հին ռետրո։
Այն հարցին, թե որոնք են Ջուսի համար ավտոմեքենա չվարելու բացասական կողմերը, ինքն անկեղծ խոստովանեց հետևյալը. Օրինակ, լինում է, որ կանչում ես տաքսի եւ մեջի հոտը տարօրինակ է, կամ շատ ռաբիզ երաժշտություն է միացնում ու բարձր։ Եվ որ նստում ես ժամը 4-ին առավոտ, 5 ժամ դու երգել ես, արդեն գլուխդ այսքան է, դու նստում ես մեքենա ու ինքը միացնում է տանայինին աշտանամանա, ասում խնդրում եմ անջատ է։ Ты говорил, что будет классика. Ара, это Татул. Живой классик. Կամ էլ լինում են այդպիսի պահեր, օրինակ չի ուզում մուտքի մոտ գա, բայց ես եթե վճարում եմ, ես ուզում եմ այդ տաքսին գա, մուտքի մոտ որ ես դուրս գամ միանգամից նստեմ մեքենա։ Ու ես զանգում եմ, ասում եմ, կներեք, դուք կարող եք մի քիչ առաջանալ, որ ես դուրս գամ նստեմ, ասում եմ, չես կարա, ոտով գաս, ասում եմ, չէ, չեմ կարա, որովհետև ասում եմ, ես կռունկներով եմ բարձր։ Այ այդ sense ուջուրիկ պահեր կան, որ ասում ես, բայց պետք է էլի բարես ջուր ջան, բայց դե հետո որ հիշում եմ խցանումներ, ասում լավ ոչինչ, հանգիստ, սա լավ է, բան մի հատ sense բողոք ես գրում, այդ վարորդյա հանդեպ որ sense մարդա, էսա ինձ տալիս են բոնուսներ, ասում լավ, ուրեմն վատ չի անցել օրս, բայց ընդհանուր առմամբ մեկը ես չեմ սիրում քշում։ Այդ ամենին Ջուսը հավելեց. Օրինակ ես մտածում եմ, եթե ինձ օրինակ հիմա նվիրեին շատ թույն մեքենա, ինձ թանկ, ես կվաճառեի դրան եւ կառնեի բնակարան։ Անդրադառնալով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաչվարող աստղերին եւ կուզեմ հիշատակել հոլիվուդյան աստղ Կիանու Ռիվզի անունը։ Կիանու Ռիվզը ըստ էության Հոլիվուդի ամենապահանջված եւ ամենաբարձր վարձատրվող աստղերից դերասաններից մեկն է, որը հայտնի է իր համեստությամբ եւ ասկետիկությամբ։ Եվ թերևս դրանով է պայմանավորված այն փաստը, որը ինքը հրաժարվել է սեփական ավտոմեքենա ունենալու փաստից եւ արել է դա գիտակցաբար։ Ռիվզն այն խորին համոզման է, որ ավտոմեքենայի արտանետող գազերը աղտոտում են օզոնային շերտը եւ այդ իսկ պատճառով ինքը նախընտրում է երթևեկել կան քաղաքային տրանսպորտով կամ ոտքով։ Իսկ վաստակած գումարները ինքը հիմնականում ծախսում է բարեգործության, բնապահպանության հետ կապված նախաձեռնությունների եւ կենդանիների իրավունքների պաշտպանության նկատառումներով։ Դե իսկ ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցների։ Ես ավտոմեքենա վարելուց շատ հեռու եմ։ Կարծում եմ, որ ունեմ նույնիսկ ավտոմեքենա վարելու ֆոբիա։ Դրանով կարող եմ բացատրել այն փաստը, որ այսօր ավտոմեքենա չեմ վարում։ Սիրանուշ Լազյան։ Քանի որ շատ սիրում էի հասարակության մեջ լինել, բոլորին պետքա ֆիքսեի, բոլորի կերպարները գողանայի, տեսնեի, որպեսզի ես իմ մասնագիտության մեջ կարողանայի օգտագործել իրենց, չէի երբեք կենտրոնանում, որ ես պետքա մեքենա վարեմ, ինձ համար մեքենա վարող կանայք ավելի շատ կոմպլեքսներով էին այդ երիտասարդ ժամանակ։ Հետո իհարկե ես հասկացա, թե որքանով է անհրաժեշտ ավտոմեքենան, հատկապես կնոջը, հատկապես մեր երկրում, երեխային ակետից բեկետ հասցնելու, խցանումներից փրկվելու համար, բայց միևնույն է չհաղթահարեցի իմ մեջ ղեկին նստելու ֆոբիան երևի, որովհետև ինձ 3 գործողություն տեսնել, նայել այդ երկու հայլիների մեջ ինձ համար դա հորիզոնից այն կողմ էր։ Отрабатывали парковку, и инструктор из машины выскочил. Շատ ինձնից անհասանելի բան է, որովհետև ես մեքենայի մեջ այնքան գործ եմ անում։ Սամվելը ինձ տանում է որտեղ որ պետք է, ես այդ ժամանակ իմ հեռախոսազանգերին եմ պատասխանում, դասացուցակ եմ կազմում, երեխաներով եմ զբաղվում։ Երբեմն նաև զգեստապահարանս է տեղափոխվում մեքենայի մեջ, շատ արագ կարողանում եմ հանդերձափոխվել մեքենայի մեջ, երբեմն նաև դիմացը նստած եւ դրա մասին ոչ ոք չի իմանում եւ չի տեսնում։
երբ որ ունեի տեսողության խնդիր մինչև աչքերիս վիրահատելը, մտածում էի, որ եթե ես ակնոց եմ կրում, գուցե դա է ինձ շեղում, որ իմ տեսադաշտը արագ չեմ կարողանում ընկալել։ Հետո հասկացա, որ դա էլ չի խնդիրը, ուղղակի երևի թե կամքի ուժ չունեմ, այդ համարձակությունը չունեմ։ Ահա որ շնչահեղձությունն է սկսվում մոտս, երբ որ ես նստում եմ ավտոյի ղեկին ու պետքա ինչ-որ բան միացնեմ, նույնիսկ այդ բանալին, որ պետքա կամ պուլտը, որ պետքա բացեմ, ինձ մոտ դա, չգիտեմ, պանիչսկի ատակա է սկսվում մոտս։ Ու շատ զավեշտալի են լինում այն տեսարանները, որտեղ որ ես կինոյում կամ սերիալներում պետքա ղեկին լինեմ։ Սիրանուշն անկեղծ խոստովանում է, որ գիտակցում է, որ 21-րդ գերակտիվ դարում այնուամենայնիվ ավտոմեքենա վարելը շատ կարևոր է։ Այդ պատճառով իր աղջիկներին հորդորելու է, որ իրենք չհետևեն իր օրինակին եւ սովորեն վարել ավտոմեքենա։ Մեքենա վարելու պլյուսները երևի քո սեփական տարածքն է եւ շփում չես ունենում օրինակ տաքսո վարորդի հետ։ Դու ես քո կոմֆորտ զոնան, քո սուրճը, քո տեսադաշտը, բայց ես հաստատ այն տեսակնին չեմ պատկանում, ով պատրաստ կլինի խցանման մեջ դիմանալու։ Գիտեք, ուրիշի մեքենայի մեջ, տաքսիի մեջ դու ստիպված դիմանում ես, իսկ չգիտեմ ինձ հետ ինչ կկատարվի, եթե իմ մեքենան լինի եւ այդ նույն խցանման մեջ լինի ու ես կողքից լսեմ այդ հայհոյանքները, երբեմն նաեւ ես ինքս մասնակցեմ, ես դեռ դրան պատրաստ չեմ։ Էլ չեմ ասում, որ կայանատեղին, որ այսօր մեզ համար խնդիր է։ Ես շատ եմ սիրում զբոսնել, շատ եմ սիրում ոտքով քայլել եւ սիրում եմ նկատել մարդկանց։ Սիրում եմ նստել տրանսպորտ, որովհետեւ այն ինչ տեղի է ունենում, այնտեղ հավատացեք, շատ բան է տալիս ինձ հետագա իմ կերպարներին մարմնավորելու համար։ Այդ ամենին Սիրանուշ Լազյանը հավելեց. Բայց պետքա խոստովանեմ, որ մի քանի կադրեր կան, որտեղ որ ես վարում եմ մեքենա, ես շատ հիասքանչ եւ գեղեցիկ եմ նայվում մեքենայի ղեկին։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաչվարող աստղերի թեման եւ այս անգամ կուզեմ հիշատակել եւս մեկ հոլիվուդյան աստղ եւ այս անգամ խոսքը Մարկ Ռուֆոլոյի մասին է։ Մարկ Ռուֆոլոն ունեցել է շատ դժվար ու բարդ անցած ուղի եւ այդ ճանապարհն անցնելով ինքը եկել է մի պարզ ճշմարտության, որ մարդու երջանկությունը նյութականի մեջ չէ։ Ահա թե ինչու, թե Մարկ Ռուֆոլոն եւ թե իր ընտանիքը վարում են շատ համեստ կյանք եւ գերադասում են երթևեկել մետրոյով։ Մետրոյի սիրահարը եւս մեկ հոլիվուդյան աստղ Մայքլ Դուգլասը։ Տևական ժամանակ ինքը հենց մետրոյով էր ուղեկցում իր աղջնակին դպրոց։ Իդեպ մետրոյի սիրահար է նաեւ Մայքլ Դուգլասի կինը Քեթրին Զետա Ջոնսը։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Իմ ավտոմեքենա վարելուն ավելի շատ դեմ են իմ հարազատները, քանի որ այն կարծիքին են, որ իմ խառնվածքով ղեկին հայտնվելը փոքր ինչ վտանգավոր է։ Սիլվա Պետրոսյան։ Փոքր հասակից ես ավելի անզգուշ ու համարձակ երեխա եմ եղել։ Դպրոց գնալուց անգամ լինում էր, եթե անձրևների շրջան էր, լինում էր ես դուրս էի գալիս գնալու դպրոց, ճանապարհին պարտադիր եթե կար մի փոքր փոս, որտեղ անձրևաջուր էր դծված, ես պարտադիր ընկնում էի դրա մեջ ու բակում խաղալուց էր միշտ ին վրա ինչ որ վերքեր էին, որտեղ ես միշտ ընկնում էի։ Ու այդպես մերոնց մոտ կա կարծիք, որը մինչև այսօր իհարկե կա, որ ես շատ անուշադիր ու անզգուշ մարդ եմ։ Անգամ մայրս վստահ է, որ ամուսինս էլ ինչ որ առումով, որ եթե ես սկսեմ մեքենա վարել, բնակչությունը կտրուկ կթեթևանա։ Իհարկե ես այդ կարծիքին չեմ, որովհետև մի բանը քայլելուց, երբ որ մտքերով ես ընկնում, բայց մեքենա վարելուց իհարկե կլինեմ շատ ավելի ուշադիր։ Այն հարցին, թե ինչ դրական եւ ինչ բացասական կողմեր ունի ավտոմեքենա չվարելը,
Օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանն անկեղծ խոստովանեց հետևյալը. Չունենալը ունի իր երևի պլյուսները, այսինքն բոլոր այն ընկերներս, ովքեր մեքենա են վարում, քույրս, ամուսինս, բոլորը ավելի քիչ են շարժվում, ավելի քիչ են քայլում եւ արդեն ընտելանում են, որ իրենք ամեն ինչը պետք է անեն մեքենայով։ Եթե կա 5-10 րոպե քայլելու ճանապարհ, իրանք նախընտրում են մեքենայով օրինակ այդ ճանապարհը անցնել, քան թե քայլել։ Իսկ ես քանի որ չունեմ, ես ստիպված եմ առավոտ իջնում եմ աշխատանքի, օպերային թատրոն ու օպերային թատրոնի տարածքում, այսինքն ես ինչ գործ ունեմ, այդ ամեն ինչը իրականացնում եմ ոտքով քայլելով եւ դա ունի միանշանակ իր պլյուսները։ Հետո ես ավելի քիչ եմ նյարդայնանում, որովհետեւ մեքենա վարելու ընթացքում նկատել եմ բոլոր վարորդների մոտ սարսափելի ագրեսիա է սկսում առաջանալ մեկը մյուսի հանդեպ, հատկապես երբ որ խցանումներ են լինում։ Իսկ երբ որ ուղակի նստած ես մեքենայի մեջ, ինձ թվում է շատ ավելի հեշտ է այդպես տեղ հասնելը։ Էլ չասեմ իհարկե կայանման խնդիրը, որ երբեն լինում է ընկերներս գալիս են փորձի ու փորձից ուշանում են ոչ թե որովհետեւ ուշ են հասել տեղ, այլ որովհետեւ պտտվում են անվերջ կենտրոնով, որ գտնեն որտեղ կայանեն իրենց մեքենաները։ Չվարելը իր բացասական կողմից, ասեմ, ամենաշատ կարիքը, որ զգում եմ, եթե մեքենա ունենամ, այսինքն եթե չեմ միանշանակ ունենամ, որ եթե ես ինչ-որ ունեմ երկար օր եւ մի քանի բան պետք է ինձ հետ վերցնեմ, ես դա ինձ հետ վերցնում եմ եւ ման եմ տալիս ողջ օրը։ Իսկ մեքենա ունենալու տարբերակում իհարկե դա կթողնես մեքենայի մեջ։ Շատ հարմարություններ կան, որ մեքենայի դեպքում իհարկե կյանքը կհեշտանա։ Երկրորդ ամենաբարդ կողմը տաքսի գտնելու հարցն է, որ Հայաստանում հիմա դարձել է ահավոր դժվար, որովհետև օնլայն մեքենա պատվիրելու ծառայությունները երբեմն լինում է ես մոտ 4 մեքենա եմ պատվիրում, ցույց են տալիս օրինակ 5 րոպեից եւ լինում է իրանք գալիս են 15 րոպեից, լինում է ընդհանրապես չեղարկում են կամ տալիս են որ տեղում են ու թողնում գնում են ուրիշ տեղ։ Իմ նյարդային համակարգը ուղղակի քանդվում է վարորդների հետ այդ ամեն օր առավոտյան այդ կռիվների պատճառով, որ 90%-ը դեպքերում ես ուղղակի կամ ես եմ չեղարկում կամ զանգում ասում են խնդրում ենք չեղարկեք։ Այդ ամենին Սիլվա Պետրոսյանը հավելեց. Ես այս տարի միանշանակ որոշել եմ, որ արդեն սովորելու եմ մեքենա варել եւ դառնալ վարորդ։ Խոստանում եմ լինել շատ ուշադիր։ Спокойно, спокойно. Постарайтесь успокоиться. Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաճվարող աստղերի թեման եւ այս անգամ կուզեմ իշտակել Ռոբերտ Պատինսոնի անունը։ Այս հոլիվուդյան աստղը չի սիրում վարել ավտոմեքենա, թեև բավականին երկար ժամանակ փորձում էր յուրացնել ավտոմեքենա վարելու նուրբ արվեստը եւ նույնիսկ ստացել վարորդական իրավունք, որպեսզի նկարահանվի մթնշաղը ֆիլմում։ Սակայն իրական կյանքում Ռոբերտ Պատինսոնը գերադասում է երթևեկել կամ քաղաքային տրանսպորտով կամ ոտքով։ Իսկ ահա Հարի Փոթերի դերը փայլուն մարմնավորած Դանիել Ռեդքլիֆը չի վարում ավտոմեքենա, որովհետև ունի հազվադեպ հանդիպող հիվանդություն, այն է շարժման ընթացքում հավասարակշռության հետ առաջացող խնդիրներ։ Նման հիվանդությամբ տառապող մարդիկ ասում են, որ նույնիսկ չեն կարող կապել իրենց կոշիկների կապիչները եւ մաքրել ատամները։ Դեսքետ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ես այն բացառիկ մարդկանցից եմ, որ ունենալով ավտոմեքենա գերադասում եմ երթևեկել ոտքով, հեծանիվով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում նստում եմ ավտոմեքենայիս ղեկին։ Արթուր Մարատիչ։ Երազանքների այդ շարքում ինձ թվում է բոլոր տղաների մոտ առաջինը եղել է ավտոմեքենա ունենալը, որի մեջ մտել եմ նաև ես։ Հետո անցնում են տարիներ, ունենում ես մեքենա, քո սիրած մեքենա, քո երազած մեքենա, մեկի տեղը երկու հատ մեքենա, ու վարում ես ու գտնում ես, որ երջանիկ ես, ամեն ինչ ստացվել է, ամեն ինչ շատ լավ է։ Մեքենան դառնում է քո ընտանիքի մի մասնիկ, դու մեջ ապրում ես, քո ջուրն է մեջը, քո ամեն ինչ Մեկ էլ մի օր գալիս է մի պահ, որ ակետից բեկկետ գնալու համար զգում ես գնում ես շատ երկար, որին ավելանում է ներվ, ժամանակի կորուստ, ուշացումներ, մեքենաները շատ ացա, բոլորը կարող են իրենց թույլ տալ ունենալ մեկի տեղը երկու մեքենա, որը շատ լավ է, շատ գովելի է, բայց մեր քաղաքը, մեր հրաշք Երևանը, այդքան մեծ չի ու չի կարող տիրապետել, այդքան քաղաքի տրանսպորտի այս շարժին։
Եվ եկավ մի պահ, որոշեցի մեքենայից հրաժարվել։ Ունենալով մեքենաներ, տղաս ունի, աղջիկս ունի, հա, ես ունեմ մեքենա, որոշեցի հրաժարվել եւ սկսեցի օգտագործել իմ ոտքերը։ Իհարկե, երբ որ հեծանիվը այսքան մոդա չէր, հիմա ոնց որ մոդա է, ես բոլորը գիտեմ, որ շատ վաղուց հեծանիվ եմ քշում, բայց հասկացա, որ ոտքով իմ մոտ ավելի լավ է ստացվում, քան մեքենայով ակետից բեկետ գնալը։ Արդեն ես իմ մեջ գտեցի մի շարավիղ Երևանի մակարդակով, ես ապրում եմ փոքր կենտրոնում, աշխատում եմ փոքր կենտրոնում եւ իմ շարավիղը եղավ ցիրկով, միջև ձկանխանութ, այդտենց միջև պլանի գլուխաբուխաչեցու Ավանի արձան, այդ ամբողջ կլորը ես քայլում եմ ոտքով։ Դրանից դուրս ես օգտագործում եմ արդեն տաքսի, օգտագործում եմ մեքենա, բայց ասեմ, որ վերջերս մի միջոցառման էի Աչափնյակում եւ ստացվեց այնպես, որ ես մտքով ինձ բռնեցի հեռախոսով խոսալով եկա հասա Սայաթ-Նովա փողոց։ Եվ հասկացա, որ այդքան էլ վախենալու չի, ես կարող եմ համալիրից ոտքով հասնեմ կենտրոն։ Նախ առողջարար է, անգամ ասելով, որ ունեմ ոտքի խնդիր, իմ ապրելու ժամանակ տրավմա ունեմ, տենց խնդիր է տալիս, բայց ես ձեզ ասեմ, մեկը արդեն քանի տարի է ես ոտքով եմ քայլում, քանի տարի է ես շատ վաղուց հեծանիվ եմ քշում, բայց անգամ արդեն հեծանիվով չեմ գնում, որովհետև անցել եմ ոտքի, որովհետև գտնում եմ, որ ոտքով քայլելը ինձ համար ավելի առողջարար է, ու ասեմ, երբեք չեմ ուշանում։ Ուղղակի կա մի խնդրեմ, երբ որ կնոջս հետ եմ ման гալիս, կամ իմ շան հետ, ինձ ասում են դու ավելի արագ ես քայլում, քան մեկ մի քիչ դանդաղացու քայլերը։ Опять отстал этот ческу. Иду. Ротозей детал. 1000 раз тебе сказал, не отставай. Маэстро должен за тобой бегать. Այդ ամենին Արթուր Մարատիչը հավելեց. Նաև էգոիստ եմ, անպայման ուզում եմ մեքենա ունենամ։ Որ Բաքում կանգնած է այդ մեքենան, պետք է տեսնեմ, որ մեքենաս Բաքում է, բայց ես ոտքով եմ գնում, որովհետև ես էլ կինս էլ մեքենայից արդեն իջել ենք, եւ ամենակարևորը ինձ համար խցանումներից ներվերս հանգիստ է, առողջարար է ու հասնում ենք ակետից բեկետը առանց ուշանալու, որը որ խորհուրդ կտամ բոլոր մեր ընկերներին, մեր երևանցիներին, մեր ընկերներին, մեր քաղաքացիներին։ Ամենից ամենան շարունակում է իր եթերը եւ բոլոր նրանք, ովքեր հենց այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենաչվարող աստղերի մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ Մանկուց մեքենա վարելու ձգտում չեմ ունեցել։ Ես ինձ ավելի լավ եմ զգում ուղևորի կարգավիճակում։ Այդպես կարծես ինձ ավելի ապահով եմ զգում։ Արտյոմ Սիմոնյան։ Վարելու հետ կապված ոչ թե վախենում եմ կամ ինչ-որ տենց խնդիր չէ, ուղղակի ես չեմ ուզում, ցանկություն չունեմ, չեմ սիրում վարել։ Դրա համար մինչև այսօր մեքենա չունեմ։ Առաջիկայում չգիտեմ կունենամ թե չէ։ Ընկերները շատ են ասում, որ շատ կարևոր է մանավանդ իմ գործում հեռու տեղեր գնալը մեքենան շատ անհրաժեշտ է, բացել էլ գումարը կխնայես, բայց հարցը гумարը չի, ուղղակի։ Ինձ ավելի կոմֆորտ է, որ ես нստեմ, բարով թե ինձ տեղ հասցնի։ Չեմ сирում այդ քշելը։ Машина, подводная лодка. Смотри, как тут красиво, как в аквариуме. Не открывай окно, болван. Осторожно, рыбку задавишь. Ընթացքում լարվածությունը բանը ես կարող ավելի շատ ներվանանամ ընթացքից, ջղայնանամ խցանումներից, ջղայնանամ փոսերից, մեքենան, որ հանկարծ վնասվի։ Ես առասարակ ցանկացած ապրանք սիրում եմ շատ լավ պահել։ Նույնն էլ ինձ թվում է մեքենայի հարցում է լինելու, եթե ունենամ մեքենա, ես պիտի մեքենային շատ լավ իրապետեմ նախ առաջ քշելը, հետո խնամելը, որտեվ մի հատ խոսք կա, չէ՞, ասում է մեքենան երախու պես պիտի պահես, որտեվ ինքն էլ քեզ է ծառայում, բայց քանի որ ես դեռ դրան պատրաստ չեմ, դրա համար այս պահին չեմ ուզում մեքենա, երևի մեքենա վարելու հետ կապված նաև այդ վարորդական իրավունքի ստանալու հարցն էր, որտեղ նախ ժամանակ չունեմ, պետք է պատրաստեմ քննության, քանի որ ես շատ պարտաճանաչ մարդ եմ, ես սիրում եմ ամեն ինչը ճիշտ գրագետ անել, դրա համար այս պահին ժամանակ չունեմ, բայց մեկ մտածում եմ մեքենա ունենամ, մեկ ասում եմ չէ, որովհետև անկեղծ ես կներվանանամ, կջղայնանամ, դրա համար աշխատում եմ հանգիստ, իմ համար իմ գործին գնամ, հասնեմ տեղ։ Ինձ թվում է ես տենց ավելի ապահով տեղ կհասնեմ։ Тебе же сказали, дерево там такое. Ёлка, что ли? Сам ты ёлка.
Тебе ж говорят, во! Այն հարցին, թե ինչ դրական եւ ինչ բացասական կողմեր ունի ավտոմեքենա վարելուց խուսափելը, Արտյոմն անկեղծ խոստովանեց հետեւյալը. Մի հատ լավ կողմ ունի, որ չեմ վարում մեքենա, շփվում եմ վարորդների հետ, դե երկար ճանապարհ գնալուց հաճելի է, երբ որ հաճելի զրուցակից է լինում վարորդը, խոսելով գնում ենք ու լիքը պատմություններ ենք պատմում, մեկս մյուսի հումորային դեպքերը շատ են լինում վարորդների հետ կապված։ Մի անգամ էլի նստեցի, տենց առավոտյան նկարանման պիտի գնամ, ասում եմ, հո խաշ չես կերե, ասում եմ, բայց խաշը ինչ կապն ասում եմ, մեքենայից մեջ կտարածվի այդ հոտը, այսինքն ինքը առհասարակ մտածում է անգամ այդ հոտի մասին, որ հանկարծ ինձանից հետո ուրիշ մարդ չնստի, չնեղվի այդ հոտից ու ինձ ավելի կոմֆորտ եմ զգում, ավելի лав եմ զգում, որ նախ վարորդը թմած չի լինում, ես էլ ինձ ավելի ապահով եմ զգում։ Чё? Сидит? Кто? Ну, мужик этот твой. Ой, деревня, а? Ну ты даешь. Кто же его посадит? Он же памятник. Куда? Домой. Մեքենա չվարելու նաև մինուսներից մեկն է, որ եթե ունենայի մեքենա, կարողանայի վարել մեքենա, ես գումարը կխնայի, որտեղ ես շատ եմ օգտվում տաքսիներից ու ճանապարհին չի ասի, կարելի է ծխել, ասի կանգնենք մի հատ ծխենք, այլ ես իմ մեքենայով լինեի, կկանգնեի այդտեղ, կծխեի կամ քշելու ընթացքում կծխեի, որ չի կարելի իհարկե, բայց դե ծխող մարդը ինձ կհասկանա, որ եթե ծխում ես, ռուլի վրա ես ծխում, դա կապ չունի։ Իմ մեքենան որ լիներ, ասենք կգնայի մի հատ սիրուն բնության գրկում ակուրոտ կշնչեի, կարծում եմ, որ այս հաղորդումից հետո արդեն կմտածեմ, առաջին հերթին գնամ քննություններին, պարապեմ, ես իմ ուժերով գնամ ստանամ վկայականը ու ունենամ նաև մեքենա։ Աստծո կամոք, երբ կունենանք էլի։ Дело не в том, что я сдаю экзамен в 27-й раз. Нет, что вы, да хоть в 100-й, разницы не будет. Вы вполне проявили свое мастерство. Անդրադառնալով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաչվարող աստղերին եւ կուզեմ հիշատակել պրիմադոննա Ալլա Պուգաչովայի անունը։ Պուգաչովան երբևէ չի նստել ավտոմեքենայի ղեկին, վարել չգիտի եւ նույնիսկ չունի վարորդական իրավունք, որովհետեւ ղեկին ինքն իրեն վստահ չի զգում։ Հետաքրքրական է, որ երգչուհին ունի հայտնի ապրանքանիշը ավտոմեքենաների բավականին ազդեցիկ հավաքածու, սակայն դերադասում է օգտվել դրանցից պրոֆեսիոնալ վարորդի օգնությանը դիմելով։ Ինչը վերաբերում է Ալլա Պուգաչովայի ամուսնուն Մաքսիմ Գալկինին, ապա ինքը ի տարբերություն պրիմադոննայի նստում է ավտոմեքենայի ղեկին, սակայն պաշտոնական միջոցառումների մեկնելիս իր ընտանիքի հետ միասին օգտվում է պրոֆեսիոնալ վարորդի օգնությունից։ Պրիմադոննա Ալլա Պուգաչովան հաճախ է հանդես եկել ամենահայտնի ապրանքանիշերի ավտոմեքենաների դեմքը, սակայն պատվավոր ուղևորի կարգավիճակում։ Դեսքես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շփերթի մասնակիցներին։ Ինչու ես չեմ վարում ավտոմեքենա։ Այս հարցն ինձ հաճախ են ուղղում։ Եվս մեկ անգամ հանրայնորեն հայտարարում եմ, որ ես շատ լսում եմ իմ ներքին ձայնին, եւ ինքն ինձ շատ վստահ ասում է. Ալինա, ավտոմեքենա վարելը քեզ համար չէ։ Ալինա Ավետիսյան։ Կա հարցնելու մի ձև, որ դրա ենթատեքստը այդքան գումար ես աշխատում, մի հատ ավտոն ինչա, որ չես առնում։ Կա, ասենք սրտացավ, բա ինչի մի հատ մեքենա չունես, որ տեսնում են ինչքան եմ ոդքով շրջում, կամ տաքսիներին ինչքան շատ եմ վճարում ու սրտացավ մոտեցմամբ ասում են ինչի մի հատ մեքենա չես առնում։ Ես ուղղակի չեմ կարող լինել վարորդ։ Ես չունեմ այդ համբերությունը։ Ես միշտ մտածբաղ եմ, իսկ վարորդ լինելու համար պետք է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել ճանապարհի վրա։ Այսօր մի լավ կին էլ ասեց, ախր երբ ես մեքենա առնելու հելի ինձ շրջելուց տեսավ, ասում դուք ոնց որ ուզում եք ես գնամ իմ գլուխը ուտեմ։ Боже, пчела! Откуда? Какая пчела? Да, она разбила машину. Ущерб будет возмещен по страховке. Բացի դա էլ կա մի ներքին ձայն, որ ինձ անընդհատ արգելել է մեքենա ունենալ։ Ես ուղղակի սիրում եմ նստել տաքսու հետևի մասում, իմ մտքերով լինել, նայել քաղաքից, հանգստանալ եւ իջնել։ Հոյակապ բան, որ մեքենայի հետ կապված իմ մոտ ստացվում է, դա մեքենա նստել եւ իջնելն է, ուրիշ բան չգիտեմ։ Հա, մեկ էլ ասեմ, որ չեմ պատկերացնում ինձ, ասենք մեքենան արհեստավորի մոտ տանելուց, ինձ կանացիությունս մի փոքր կտուժի, եթե մեքենա ունենամ, ասենք գնամ ասեմ մի հատ տարմազնոյի ժիտ կստուկես, հետո ինձ թվում է ես փոր կգցեմ, որ մեքենա ունենամ, ես սիրում եմ ոտքով շրջել բավականին երկար, եթե իհարկե տարածությունը այնպեսին չէ, որ պարտադիր պետք է արդեն օգտվել տաքսուց։
Притормозить, меня мутит. Так высунь голову. Ладно. Մի շատ հարազատ մարդ փորձեց ինձ մեքենա վարել սովորեցնել, որտեղ արդեն դա իրեն ջղայնացնում էր, որ ես մեքենա չունեի, թե ինչի չեմ հասկանում։ Համալիրի այդ հարթ ճանապարհի վրա էինք այդ մեքենա վարելը սովորում, այդ 10 մետր գնացի, մի 10 հատ փոս ընկա, վերջում պետքա մտնեի բեռնատարի տակա, թե որտեղ ինձ չի ստացվում իմ մոտ դա։ Հետո ես չեմ կարող հանդուրժել, բնական է, առաջի խուլում որ սկսեմ նոր վարել, խախտումներ եմ անելու, սխալներ եմ անելու, շփոթվելու եմ, իսկ մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք շատ կոպիտ նկատողություն են անում։ Նույնիսկ կարող է վատ բառեր օգտագործեն։ Հիմա ինչ անեմ, մեքենայից իջնեմ, տամ սպանեմ, գնամ կյանքս կործանեմ։ Надевай наручники. Попалась. Ինչ եք ուզում ինձ, ես մեքենա չեմ ուզում ունենալ։ Մեքենայի փոխարեն շատ կուզենայի ունենայի կվարտիրը։ Ալինան անկեղծ խոստովանում է, որ հիմնականում երթևեկում է տաքսիով եւ իր աշխատավարձի զգալի մասը ծախսում է հենց տաքսիից օգտվելու վրա։ Բայց անգամ այդ փաստն Ալինային չի ստիպում ձեռք բերել ավտոմեքենա եւ նստել ղեկին։ Բացի այն, որ աշխատանքից բնույթը այնպեսին է, որ տարբեր ժամերի քաղաքի տարբեր կետերում եմ գտնվում, այդ ամենատաքսով ես շատ սիրում եմ քաղաքից դուրս գնալ ու շատ հաճախ մենակ։ Բնականաբար, քանի որ մեքենա չունեմ, որ ժամին սիրտս ուզի ինքս վարեմ, ինքս գնամ, դա էլ կազմակերպում եմ տաքսու միջոցով ու եղել են շատ դեպքեր, վերջերս մի քանի օր առաջ եմ գնացել, տաքսի եմ պատվիրում ու ընտրում եմ ինչ որ կետ կամ չեմ ընտրում, ասում եմ առայժմ դուրս գան քաղաքից մոտավորապես այս ուղղությամբ, հետո կհասկանամ ուր եմ ուզում գնալ, տաքսիով եմ իմ այդ քաղաքից դուրս ճամփորդությունը իրականացնում։ Отвезите нас куда-нибудь в Нью-Йорк. Не понял. Куда угодно. Куда вам придет в голову. Это не точно. Իրականում այսօր հաշվարկ եմ անում, ինչքան գումար եմ վճարում տաքսուն եւ ինչքան եմ վաստակում։ Մի տեսակ այդ վճարածը վաստակածը շատ է դուրս գալիս։ Մինչ օրս չեմ հասկացել դա ոնց է տեղի ունենում։ Այդ ամենին Ալինա Ավետիսյանը հավելեց. Հնարավոր է, որ վարել սովորեմ ու շատ լավ վարորդ լինեմ, որովհետեւ մարդու հնարավորությունները անսահմանափակ են։ Այստեղ էլ գալիս է խանգարելու իմ ներքին ձայնը, որ պետք չի։ Մի հար մեքենա։ Մի հար։ Եվս մեկ ամենից ամենամասնակից մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը, ով անկեղծ խոստովանելու է, թե ինչու ինքը հրաժարվեց հայտնվել վարորդի կարգավիճակում։ Ընդ իսկ ես Սարանց Չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Ավտոմեքենա վարելու հանդեպ միշտ եղել եմ անտարբեր։ Միևնույն ժամանակ ավտոմեքենա վարելուց պետք է լինել զգոն եւ ուշադիր, ինչը պահանջում է նյարդերի լարում։ Իսկ դասական երգչին ելույթից առաջ նյարդայնանալը ցանկալի չէ։ Վաննո Տադեո։ Իհարկե, սիրում եմ, վարել եմ, բայց մեքենային տրամադրվել, մեքենայով զբաղվել երբեք չեմ ձգտել, ժամանակ չեմ ունեցել եւ հաշանաբար չեմ սիրել։ Այդ պատճառով, երբ որ ժամանեցի Հայաստան, հանդիպեցի մի անձնավորության, մի տիկնոջ, որը դարձավ իմ կինը, արտակարգ մեքենա էր վարում։ Ինձ համար էականը այն էր, որ դա մի պարգև էր ինձ համար, որպեսզի ես միայն տրամադրեմ իմ գործերով, իմ պրոյեկտային աշխատանքներով, իմ ձևաչափով եւ այդպես էլ եղավ։ Նորավանքի նոմի պես մենք հարվենք ու կերտանք տարիները մեր կյանքի օդարության մեջ անցան Իսպանաբնակ օպերային երգիչ տենոր Վաննո Տադեոն խոստովանում է, որ ավտոմեքենա գերադասում է վարել քաղաքից դուրս, որտեղ երթևեկությունն ավելի հանգիստ է եւ վթարային իրավիճակներում հայտնվելու հավանականությունը ավելի քիչ է։ Ես ընդհանրապես չեմ ձգտել մեքենան վարել քաղաքի մեջ, որտեղ անկարգ ու կանոն վարորդները շատ են, անտեղյակ եւ շատ անգամ դաստիարակություններ չեն ունեցել, որpիսի ասենք զիջ են եւ առաջացնում է քաղաքը ինքը ահավոր լարվածություն, որ ինձ համար այդքան էլ հարմար չէ։ Ես սիրում եմ ավելի հանգստություն, որովհետեւ իմ երկարվեստը պահանջում է դա։ Լինել հանգիստ, նյարդային հանգստություն։ Դրա համար աշխատել եմ երբեք քաղաքի երթևեկության մեջ չվարել մեքենա, բայց քաղաքից դուրս, եղել են շատ անգամ քաղաքից դուրս ավելի հանգիստ է որոշ չափով եւ վարել եմ մեքենա, վարպետացել եմ մեքենավարման մեջ։ Ну зачем так резко?
Դե դրսում հիմնականում որտեղ որ ասենք մենեջմենտում, որտեղ ագենցիայում գրածված ենք, մենք կլինի թատրոն, կլինի մեծ համերգասրահ, օրինակ Վալենսիայում, Բարսելոնայում, այնտեղ տրամադրում են մեքենա ծառայողական, որտեղ արտիստին արգելված է մեքենա վարելը, որովհետև ստրեսներ գոյություն ունի։ Դուք պատկերացրեք, ասենք գնում եմ համերգի, ես վարում եմ մեքենա, հա, ճանապարհին ինչ-որ մի անախորժություն է լինում, այդ անախորժությունով չես կարող լիարժեք իրականացնել այդ օրվա, ասենք, շատ ծանրաբեռնված համերգային ծրագիր։ La donna immobile, guarda più il vento, muta da certo di pensiero. Di pensiero. Այդ ամենին Վաննո Տադեոն հավելեց. Եթե շատ է զբաղվածությունը, նախորդ որոշում եմ, որ խնդրեմ չկա, ես այդ օրը կարող եմ տաքսիով գնալ, ինչ կա, որ կամ ոդկով, որտեվ ես գերադասում եմ ոդկով շատ քայլել, որտեվ ոդկով քայլելը դա առողջություն է, արյան շրջանառությունն է լավացնում եւ բնականաբար պահպանում է երգչի համար դիաֆրագմայի ամրությունը։ Եկել է պահը Օվենա խորագրի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն են ներկայացնում իրենց ուշադրության։ Դեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթում, դա իսկ ամենահայտարքիրները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա Օվենա խորագրի հերոսը։ Ալեն Դելոնը չի։ Բանա, Ռիչարդ Գիր։ Հա, Ռիչարդ Գիր։ Ռիչարդ Գիր, ինչի ասենց վատը դարել։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ, վարել թե չվարել։ Այս հարցը շարունակում է մնալ ոչ միանշանակ։ Սակայն պարզ է մի բան, որ չվարողները կարողանում են տեսնել աշխարհն իր ամբողջ գեղեցկությամբ։ Իսկ ահա վարողները իրենց ավտոմեքենայի դիմապակային կողմ գրեթե ոչինչ չեն տեսնում։ Դե ինչ արեք ձեր հետևությունները, դա իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։